Մենք տաղավարում ենք եւ շարունակում ենք։ Դու զբաղվիր քո նոր ու սիրելի աշխատանքով, ինչպես տեսնում եք, մենք օրեր անց գուցե կբարձենք, արդյոք կարողացավ իմ գործընկերը անթերի հավաքել Ռուբիկ կուբիկը թե ոչ։ Ուզում եմ օրինակ ռոբոտի ռեկորդը։ Դե ապացուցի, խնդրում եմ, դու ունես այդ հնարավորությունը գոնե առաջիկա 10-15 րոպեների ընթացքում։ Եվ այո, քեզ կօգնեն։ Չենք մոռանում, որ այսօր հրաշալի օր է հատկապես կապված գլուխկոտրոկների եւ Ռուբիկ կուբիկի հետ, սիրելի ուսադիտողներ, այդ իսկ պատճառով մենք ունենք հրաշալի առիթ հյուրընկալելու մեզ մոտ տաղավարում մարդիկ, ովքեր կանգնած են այս ամենի հիմքում համենայն դեպս հայաստանյան իրականության մեջ։ Մեզ մոտ տաղավարում են Մահիս Ջրաղացպանյանը, Ռուբիկ կուբիկի Հայաստանի համայնքի հիմնադիրը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Գրիգոր Շահվերդյանը, Ռուբիկ կուբիկ Հայաստանի բազմակի ռեկորդակիրը։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք կարող ենք ձեզ կուբերներ անվանել, դա ճիշտ տերմին է։ Ռուբիկ կուբիկ հավաքող մարդկանց անվանում են կուբերներ։ Ինչպես դառնալ կուբեր։ Ինչպես հավաքել այս Ռուբիկ կուբիկը։ Նա դեր դնում եմ, հետո վերջում ինձ կօգնեք, խնդրում եմ։ Կուբեր դառնալու համար պետք է զուտ սկսել ցանկացած գլուխկոտրուկից իրականում, որը պտտվում է լինի 2-2, 3-3, ցանկացած պտտվող գլուխկոտրուկից սկսելով կարող եք դառնալ կուբեր։ Հա, ես բարդն էի վերցրել։ Այ դուք բարդն եք։ Դու այո, բարդից մեկն էի վերցրել։ Իհարկե մենք այսօր տեսնում ենք նաև երկրաչափական տարբեր կառուցվածքով Ռուբիկ կուբիկներ, բայց ամենայն դեպս երբ հիմնադրվեց որպես այդպեսին Հայաստանի համայնքը Ռուբիկ կուբիկի, ովքեր են այն տաղանդավորները եւ շնորհալիները, ում շնորհիվ որոշեցիք, որ այո, պիտի ունենաք համայնք։ Համայնքը հիմնադրեցինք առաջին մրցույթով, որը կազմակերպեց 2018 թվականին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ունեցանք 39 մասնակից, հիմնականում Հայաստանից էին, Շվեյցարիայից եկավ Աշխարհի կուբիկի ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ, որպեսզի արդյունությունը լիներ պաշտոնական, արդյունքներ գրանցվեին, հենց այդ ժամանակվանից էլ սկսեցի Հայաստանում համայնքը զարգացնել։ Առաջին մրցույթը ես գնացել եմ 2015 թվականին Վրաստանում, այնտեղ տեսա Ռուբիկ կուբիկ հավաքողներ ու ասացի հաստատ ես մենակ չեմ, Հայաստանում վստահ եմ էլի կան Ռուբիկ կուբիկ հավաքողներ, հետաքրքիր է հաստատ շատ մարդ կա, ես մենակ չեմ ու տեղից սկսվեց։ Որ ասացիք Շվեյցարիայից եկել են առաջնության կանոններով, ինչ սկզբունքներով են այս առաջնությունները կազմակերպվում, այսինքն ժամանակը պիտի պահվի, թե Ռուբիկ կուբիկի տեսակներն են տարբեր։ 2003 թվականին երկար դադարից հետո կազմակերպվեց Ռուբիկ կուբիկի աշխարհի առաջնությունը, չեմ հիշում որ թե դրանց կողմից Նիդերլանդներում, ու հենց այնտեղ էլ հիմնադրվեց աշխարհի կուբիկի ասոցիացիան։ Ինքը դարձավ ոնց որ ֆիդեն կա շախմատի համար, նույնը աշխարհի կուբիկի ասոցիացիան Ռուբիկ կուբիկի եւ պտտվող գլուխկոտրուկների առաջնությունները կազմակերպելու եւ կանոնակարգելու համար։ Իրենք արդեն ստեղծեցին հաստատված գլուխկոտրուկների ցանկ, ստեղծեցին հատուկ վայրկյանաչափեր, ժամաչափեր, կանոններ, որոնցով պետք է առաջնությունները հետևեն, որպեսզի լինեն արդար պայմաններ մասնակիցների համար։ Ու հետո արդեն կան ներկայացուցիչներ, արդեն 100 տարբեր երկրներում կան աշխարհի կուբիկի ասոցիացիայի ներկայացուցիչներ, ովքեր առաջնությունների ժամանակ նայում են, որպեսզի ամեն ինչ լինի արդար եւ լավ պայմաններում ու տեղից սկսվեց։ Հետո արդեն երկար ներկայացուցիչները, հետո 23 թվականին էլ ես դարձա ներկայացուցիչ, արդեն ես եմ պաշտոնական առաջնությունները Հայաստանում կազմակերպում։ Հաջողություն հաջողության ետևից, ինչպես ասում են, ինչ հրաշալի է։ Առաջարկում ենք հիմա ծանոթանալ բազմակի ռեկորդակիր Գրիգորի հետ Շահվերդյան, որ տարիքից եք սկսել հետաքրքրվել Ռուբիկ կուբիկով եւ հաղթահարել դժվարությունները։ Ես սկսել եմ 18 թվականի սկզբում, երբ 9 տարեկան էի, ես անկեղծ ասեմ մենակը չեմ սովորել հավաքել, իմ հայրիկն է օգնել դրան հավաքել սովորելու համար ու իմ համար շատ տպավորիչ էր, որ հատուկ իմ համար, ինձ սովորացնելու համար ինքը նստել, սովորել, որ վերջում ինձ հասկանալի լեզվով բացատրել ու երբ ես զուտ հավաքում էի ու առցանց վիդեոներ էի նայում, թե ոնց են մարդիկ հավաքում, ես նկատեցի, որ իրանք ժամանակով են հավաքում ու ինձ հետաքրքրեց այդ ֆենոմենը, որ մարդիկ կան կուբիկ Ռուբիկը ժամանակով հավաքեն ու ես սկսեցի հետաքրքրվել, արդեն ուսումնասիրել, թե ինչ մեթոդներ կան, ինչ ձևի կուբիկներ կան ու հասկացա, որ մի հատ մեծ աշխարհ կա, որի մասին ոչ բոլորն են տեղյակ, ու այդ ինձ շատ հետաքրքրեց։ Հետո իմացա, որ հենց առաջին մրցումը, որ եղել է հենց 18 թվականին, կազմակերպվել է Հայաստանում ու ես շատ ուրախացա, ուզում եի գնալ մասնակցել, բայց ցավոք անցել էր առաջնությունը եւ դրա մասին չգիտեի։
Բայց ոչինչ, 4 տարի անց 2022 թվականին օգոստոսին Վրաստանում եղավ առաջնություն եւ առաջին անգամ ես իմ փորձերը ցույց տվեցի եւ իմ ուժը ցույց տվեցի հենց արդեն համաշխարհային մակարդակով, օֆիցիալ մակարդակով թե ոնց եմ հավաքում ու այդ անգամ ես արդեն սահմանեցի առաջին ռեկորդները 3-3 միձեռով եւ 2-2-ը հետո արդեն մի րոպե մի հատ հասկանանք 3-3 մեկ ձեռքով եւ 2-2 դրանք ինչեր են 2-2-ը սա է ինքը 2-2-2 այսպես է հաշվում իսկ 3-3 մի ձեռով դա ուղղակի սովորական 3-3-ն է բայց ոչ թե հավաքում ենք 2 ձեռով այլ մի ձեռով եւ հիմա դուք մեկ ձեռքով կարող եք այդ կուբիկը հավաքել կարող ենք փորձել եղավ դե խառնենք խնդրում եմ չէ անպայման իհարկե տղա ավելի խառնած կկանք արդեն կա պատրաստ բայց մի հատ էլ դուք խառնեք որ վստահ լինենք որ մեր ուզածով չի հա սա կարտերի պես է ես բիգի աչքերը կփակեմ որ չնայի սերիոս այդ տողներ հիմա ձեր աչքի առաջ խառնում ենք մենք ունենք հատուկ շատ հրաշալի իսկ կարող ենք իմանալ քանի վայրկյանում եք հավաքել հիմա մեկ ձեռքով ես հիմա չեմ կարող խոստամ ինչ-որ կոնկրետ ժամանակ որովհետեւ դա մենք կպահենք կարամ ես է պահեմ ես հատուկ աշխարհի կուբիկի ասոցիացիայի կողմից հաստատված տայմերներ ունեմ որոնք որ հենց օգտագործում են առաջնությունների ժամանակ ու կուբերները հենց սրանցով են չափում իրենց ժամանակը եւ ռեկորդներ խփում եթե ուզում եք անք սա օգտագործենք ես ցույց տամ նա ոնց է աշխատում ինքը ունի երկու հատված որտեղ որ դրվում են ձեռքի ափերը հետո սպասում ենք որ այստեղ վառվի կանաչ լույսը եւ թողում ենք Եվ ժամանակը գնում է։ Հիմա թարթում է կանաչ լույսը։ Այո, հենց թարթում է այնքան, մինչև մենք սխմենք հետ այս հատվածներն ու ժամանակը կանգնում է։ Եվ այսպես են չափվում բոլոր արդյունքները։ Շատ լավ։ Գիտակ։ Փորձենք հիմա տեղում։ Այո։ Այո։ Հիմա Գրիգոնի 15 վայրկյան որպեսզի ուսումնասիրի կուբիկը եւ պլանավորի իր հաջորդ քայլերը, հետո արդեն ինքնուրույն կսկսի հավաքել։ Ահա։ Պատրաստ ես։ Այո։ Այս ընթացքում հասկանում ենք թե ինչպես է 8 վայրկյան չխանգարենք պետք հավաքել կուբիկը եւ սկսվեց արդեն գործընթացը մի ձեռքով սելիոս հետո ես չեմ հավատում բայց հիմա հավաքվում է այս ռուբիկ կուբիկը այ քեզ բան անպատկերացնելի ինչ որ բան կա այնպես է ամեն մեջ բան Վաու, մենք ապշած ենք սիրելի հեռուստադիտողներ, վստահ ենք դուք նույնպես 25 վայրկյան։ 25 վայրկյանում մեկ ձեռքով։ Լարված էր ոչինչ։ Ոսմա տան ավելի։ Սա խայտարակություն է։ Այո։ Սա խայտարակություն է, այսինքն ավելի կարճ պիտի Շատ լիներ։ ավելի արագ։ Ինչքան արագ պիտի լիներ։ Իմ ամենալավ արդյունքը տանա որ Սամուելը մի ձեռով 6 վայրկյան է։ 6 վայրկյանում մեկ ձեռ։ Այս նույնը ընդամենը 6 վայրկյան է։ Շատ լավ է խառնել ինձ։ Դու ես պատճառը։ Ես լավ եմ խառնում սերիոս այդ օրը։ Կասեք ինչ տեխնիկաներ եք օգտագործում, այսինքն այս վարպետությունը հնարավոր է սովորել, իմանալ, շախմատի պես է, չէ՞։ Շախմատից տարբերվում է նրանով, որ շախմատը դա տակտիկա է, իսկ կուբիկը ինքը զուտ ալգորիթմների օգտագործումն է ճիշտ վայրերում եւ ավելի շատ լոգիկա է, թե կոնկրետ, այսինքն որտեղ ինչ ալգորիթմ պետք է օգտագործես եւ կան տարբեր խմբեր ալգորիթմների ամենահայտնի SIFOP-ն է, որը որ բաղկացած է 4 հատվածից եւ ինքը ասենք ասած այդ ալգորիթմների խումբն է, որը որ օգտագործվում է։ Մենք Ես եւ Մայսը եւ բոլոր արագ հավաքողները օգտագործում են դրանք եւ կան նաեւ ուրիշները ռուն, որը որ ուրիշ տեսակի մեթոդ է ու տենց շատ տարբեր մեթոդներ կան, որոնք որ կարող եք ավելի ոչ կուբերական ուրեմն տեսությամբ մեզ բացատրել ինչ է նշանակում այդ ալգորիթմերի կիրառումը, այսինքն ինչ որ գույներն եք հարմարեցնում իրար թե ումեն Կուբիկը ունի 6 կողմ ու ամեն մի կողմը պտտելուց ունենք պտտման լեզու, այսինքն մենք ամեն մի կողմը պտտելու համար ունենք պտտման լեզու, պտտման լեզվով մենք գրում ենք քայլերի հաջորդականություն, որով ստացնում ենք բանաձևեր, բանաձևերի խմբով էլ ստանում ենք հավաքելու մեթոդ։ Ամենահայտնի մեթոդներից մեկը հենց սկսնակի մեթոդն է, երբ հավաքում են երիցուկ, սպիտակ խաչ, տող-տող
Այսինքն առաջին տողն են հավաքում, հետո երկրորդ տողը, հետո երրորդ տողը։ Հետո արդեն կան ավելի նեղ մասնագիտական տարբեր մեթոդներ, որ մի քանի էտապ բաց են թողում, սկսում են տարբեր բլոկներով հավաքել կուբիկի վրա ու կուբիկի հավաքողները սկսում են արդեն մեթոդներով նույնիսկ մրցել, այսինքն որ մեթոդով է ավելի արագ հավաքվում կուբիկը։ Իսկ դա ճիշտ է, որ ես չգիտեմ անգամ այս տիպը գոյություն ունի, թե ոչ, բայց 43 քվինտիլիոն համադրություն կա Ռուբիկ կուբիկի, այսինքն մեծ հաշվով անհնար է ուղղակի այդ բոլոր համադրությունների տիրապետել։ Այո։ Դրա համար են ստեղծվել մեթոդները, որպեսզի ցանկացած դիրքից մենք գտնենք ճիշտ դետալները, որոնք որ մեզ անհրաժեշտ են, տվյալ մեթոդով միակ լուծմանը հասնելու համար։ Ու 43 քվինտիլիոնը կա այդպիսի թիվ, շատ մեծ թիվ է, 3 կարդացի, որ 43, եթե ունենանք 43 քվինտիլիոն բոլոր դիրքերը, երկիր մոլորակը 275 անգամ մենք բոլոր կուբիկներով կպատենք, այդքան շատ դիրք կա, որ քանի հազարամյակ միլիոն տարել ապրես, բոլոր դիրքերը չես կարող տեսնել։ Բայց սա ավելի ֆանտաստիկ է, որովհետև եթե չեմ սխալվում իհարկե, շախմատի քայլերը թվով եւ տակտիկաները թվով 10,000 եւ ավել են, եւ դա թվում է թե հսկայական է եւ ժամանակի մեջ գուցե կարող ենք չտեղավորվել, բայց սա այն թիվն է, որի մասին կարելի է խոսել շատ զգույշ եւ մեծ արգելքով։ Գիտեք, մենք խոսում ենք հիմա նաեւ համայնքի մասին ու հետաքրքիր է ինչ հաճախականությամբ են հավաքներ առհասարակ տեղի ունենում, հանդիպումներ, փորձի փոխանակումներ, սկսնակները, արդեն պրոֆեսիոնալները, ռեկորդակիրները նաեւ ինչպես են շփվում նրանք միմյանց հետ եւ արդյոք լինում են վարպետաց դասեր փոխանակում փորձ։ Իրականում մի քիչ թարմացումներ տամ համայնքից, երբ 23 թվականին կազմակերպեցինք Թումոյի առաջնությունը, հետո Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպեցինք դեռևս ամենամեծ առաջնությունը Հայաստանում, ունեցանք 88 մասնակիցներ, 50 առաջին անգամ էին մասնակցում, բոլոր շատ լավ արդյունքներ գրանցեցին, էլի Գրիգը ռեկորդներ խփեց։ Հետո ես գնացի աշխարհի առաջնության Հարավային Կորեայում կազմակերպչական թիմում էի ներգրաված ու այնտեղից լիքը փորձ վերցրեցի ինձ հետ, ինչպես կազմակերպել ավելի մեծ առաջնություն, այնտեղ 1100 մասնակից կար։ 24 թվականին արդեն վերադարձա, կազմակերպեցինք Գյումրիում առաջին առաջնությունը, նույնիսկ հաշմանդամություն ունեցող անձինք մասնակցեցին այդ առաջնությանը եւ արդյունքներ գրանցեցին, դա իրական շատ մեծ քայլ է։ Ես այդ ուսումնասիրեցի Հայաստան աշխարհում ոչ բոլոր երկրներում դա իրականացվում։ Հետո գնացինք ես ու Գրիգը Եվրոպայի առաջնության Իսպանիայում, այս ընթացքում լիքը բան հասցրեցինք անենք։ Գնացիք մասնակցելու նաեւ։ Այո, ես համ կազմակերպչական թիմից էի, համ մասնակցում էի, Գրիգորն էլ մասնակցում էր։ Աշխարհի կուբիկի ասոցիացիան թույլ է տալիս, որպեսզի դու համ կազմակերպես, համ մասնակցես, մասնակիցներն էլ կազմակերպեն։ Այսինքն խրախուսում է, որ համայնքն էլ ինքը սկսի նախաձեռնել միջոցառումներ, առողջություններ, հավաքներ, հանդիպումներ։ Մենք հանդիպում ենք գրեթե ամեն Կիրակի քաղաքի ֆաստ-ֆուդ կետերից մեկում, նստում ենք մեր համար ու տարիքային սահմանափակում չկա, փորձը կապ չունի, նույնիսկ եթե մարդիկ գալիս ովքեր չգիտեն կուբիկ հավաքել, մենք իրենց հենց այնտեղ սովորացնում ենք։ Եվ եթե չկա նույնիսկ կրթական հաստատություններ որպես այդպեսին, բայց համայնքի հավաքները ամեն Կիրակի հրաշալի հնարավորություն եւ այն նաեւ կարող ենք համարել դպրոց սկսնակների համար եւ ոչ միայն։ Այո։ Ռուբիկ կուբիկ հավաքելու այդ վարպետությունը ձեզ կյանքում ինչպես է օգնում։ Այս են ամենակարևոր հարցերից էր, որ ոչ բոլորն են քննարկում։ Իրականում Ռուբիկ կուբիկը շատ տարբեր հմտություններ է զարգացնում մարդու մոտ։ Նախ այն, որ սկսում ես երկու ձեռքդ օգտագործել, ուղեղիդ երկու կիսագունդը սկսում է աշխատել, որովհետև սովորաբար կամ աշլիկ են կամ ձախլիկ, իսկ կուբիկը երկու ձեռքով է պահանջում արդեն հավաքել։ Ուշադրություն, կենտրոնացում, արագության մեջ կողմնորոշում, հիշողություն, տարածական, տեսողական, մկանային, մանավանդ մկանային հիշողությունները, մարդիկ դաշնամուր են նվագում, դաշնամուրն էլ մկանային հիշողություն, Ռուբիկ կուբիկն էլ մկանային հիշողությունն է զարգացնում, մոտորիկան, արագ կողմնորոշվելուն է ճիշտ որոշումներ կայացնել, ժամանակի մեջ տեղավորվելը, լիքը հմտություններ, որոնք կյանքում տարբեր փուլերում օգտագործում ես։ Գրիգոր, իսկ նման արդյունքների հասնելը առհասարակ կյանքում շատ է ժամանակ տանում քեզից։ Ոչ, նախարարինը ես չեմ ուզում համարեմ, որ դա ժամանակատար բան է, որովհետև ինքը շատ հավես է, ու ժամանակը արագ անցնում, կարող է ես ժամերով նստեմ հավաքեմ ու չնկատեմ, եւ նաեւ հետաքրքիր է։ Դրա համար ես չեմ ուզում համարել, որ ինքը շատ ժամանակատար է, առհասարակ նաև կուզեի ասել, որ հիմա ավելի հեշտ է շատ, ես օրինակ ծախսել եմ 4 տարի, որ ազգային ռեկորդ սահմանեմ, բայց հիմա ցանկացած երեխա հայ, որ ուզենա նստի հավաքի ժամերով կուբիկ, ինքը ավելի քիչ ժամանակահատվածում կարա իմ ռեկորդը սահմանի վերցնի։ Դրա համար ինքը հիմա ավելի հեշտ է, քան առաջ, բայց ժամանակ որպես այդպեսին ինձ թվում է պետք է։
Մի վարքան, բայց ի՞նչն է փոխվել, այսինքն ինֆորմացիան է հասանելի։ Նախարարինը այո, ես ինֆորմացիան շատ խուլ տեղերից եի գտնում, YouTube-ի ոչ քիչ դիտում հավաքած վիդեոներով էի նայում, բայց հիմա կան բազմաթիվ սայթեր, արհեստական բանականություններ, որոնք որ ճիշտ ուղու կդնեն նորեկների ու իրանք ավելի արագ կզարգանան։ Նաև կուբիկներն են զարգացել, առաջ իրանք տեխնոլոգիաները այդքան զարգացած չեն եւ դժվար էին պատտվում։ Այո, իսկ հիմա 100-ից ավել մագնիտ կա կուբիկի մեջ, որը որ քեզ թույլ է տալիս ամբողջ կառավարելը կուբիկի քո վրա վերցնել եւ գրեթե իրանք վատ չեն պատտվում էլի։ Քանի Ռուբիկ կուբիկ ունեք դուք ձեր անձնական հավաքած։ Ես 150 գրեթե։ 150 որտեղ եք պահում այդ Ռուբիկ կուբիկները։ Կեսը սենյակում, առանձին Ռուբիկ կուբիկների սենյակ ունեք դուք, հասկանալի է։ Հասկանալի է։ Վերջում առաջարկում եմ մայիսին էլ խնդրենք թող իր վարպետությունը մեզ ցույց տա ամեն դեպքում, տեսնենք իրար կհաղթեք վարքյանների առումով, թե ավելի արի ես քոնը խառնեմ, դու իմը խառնես, որ Այդ չնայելը պարտադիր է, այս դեպքում։ Խառնելու որոշակի տարբերակներ չկան, չէ՞, ինչպես այս պահին ուզում ես խառնել։ Առաշնությունների ժամանակ կա հստակ software, ծրագիր է, որով կոնկրետ խմբի մասնակիցները հավաքում են նույն խառնած դիրքից։ Երբ որ խումբը փոխվում է, խառնած դիրքը փոխվում է։ Ու բոլորը դրանով են հավաքում, հետո կա մի հատ նկարով ստուգում ենք, որ ճիշտ հավաքած դիրքում լինի բոլորի մոտ, որպեսզի հավասար պայմաններ լինեն։ Բա ինչպես եք վարկյանը, լավ, այսինքն վարպետներ եք, դուք գիտեք։ Մի ձեռքով ես, մի ձեռքով դու, ով որ ամենաշուտն է վերջացնում է, Okay, հիմա ուսումնասիրում ենք։ Գեր լարված հիմա իրավիճակ է։ Պահե։ Ես գուցե մունդիալ 2026-ի եզրափակիչ խաղին այդքան չեմ լարվի, ինչքան հիմա եմ լարվում։ Ահա, կարծես սկսեցինք։ 3, 2, 1 Գնացինք։ 3-2-1 Անզեն աչքով երբ տեսնեք այս արագությունը եւ լարումը դուք իքտեղ կզգակային զգացողություններ որ մենք ունենք հաղթեց Գրիգորը դե ռեկորդակիր է ծափարենք ամեն Սելիարս այդօղներ հույս ունենք որ դուք հենց հիմա արդեն մտածում եք առաջին Ռուբիկ կուբիկը ձեռք բերելու մասին եթե դեռ չունեք իսկ եթե ունեք այս զրույցը կողքեվորի որ ավելի շատ վարպետություն ձեռք բերեք եւ մենք գիտենք որ նաեւ դպրոցները ուսումնական հաստատությունները կարող են ձեզ դիմել իրենց մոտ առաջնություն կազմակերպելու համար սա ինչպես է արվում դա էլ ասենք որովհետեւ վստահ եմ որ առաջնությունների թիվը շատանալու է այս օրվանից հետո մենք ունենք Instagram-յան edge Facebook-ում էլ կանք Cubing Armenia մեզ գրում են դիմում են մենք ներկայացնում ենք պայմանները կանոններ ասոցիացիայի ինչը պետք է անել կազմակերպչական բոլոր հարցերը քննարկում ենք Գալիս ենք, ուսումնասիրում ենք, դպրոցում նույնիսկ կարող եմ նախորդ գնալ, այնտեղի աշակերտների հետ դաս անցկացնել, մինչև առաջնությունը ու հետո կազմակերպում ենք միջոցառումները։ Ահա, այս ընթացքում ես էլ հավաքեցի իմ Ռուբիկ կուբիկը սելի հեռուստադիտողներ, արդեն ինձ էլ կարող եք համարել ռեկորդակիր։ Բայց դու ուրիշ ռեկորդել ես սահմանել, դու կարողացել ես հավաքելու ընթացքում նաև մեծացնել Ռուբիկ։ Բրավո, հրաշալի ունակություններ դու ունես։ Շնորհակալություն ձեզ օրվա լավ շարունակություն, թող ռեկորդները լինեն շատ, մի օր դուք էլ ռոբոտներին հաղթեք։ Եվ կգա այդ օրը։ Լավ օրվա շարունակություն։ Մնացեք մեզ հետ եւ միացեք մեզ նաեւ սա առավոտ լուսոնը մենք գեր լարված ու լավ տրամադրությամբ շարժվում ենք առաջ։